Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 17-ի համար, ամիսը կրկին կիսվեց, արդեն գալիս է ավարտը շուտով 1-2 օր և նորից կտեսնենք, որ արդեն մայիսի 31-ն ենք հասել։ Օրը շաբաթ է իհարկե, և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում, դրա համար նայում ենք այս մյուս քարտերով, և մի փոքր ուշացավ տեսանյութը, որովհետև ես բավականին զբաղված էի, բացարձակ ժամանակ չեղավ, որ մի փոքր ավելի գտնեի ժամանակ, որովհետև սա ավելի կարճ է տևում, քան մյուսը։ Այնպես որ մեկ-մեկ որ նման բաներ է լինում, ուղղակի հետևեք Facebook-ին, որպեսզի ամեն ինչի մասին տեղեկացված լինեք։ Ես ամեն ինչ տեղադրում եմ այնտեղ, եթե պետք է ինչ-որ մի բան չլինի կամ ինչ-որ մի բան ուշանամ։ Այսքանը, գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 17-ին։ Փոփոխություն կմտնի ձեր կյանք, ոմանք կարող են փոխել աշխատանքը և շատ կտրուկ դա կարող է տեղի ունենալ։ Փոխեք աշխատանքը, փոխեք միջավայրը, փոխեք բնակության վայրը և այլն շատ այնտեղ, որտեղ որ ձեզ համար նոր է։ Նաև դա կարող է լինել հղիություն, նաև ծննդաբերություն։ Դե սա նաև տեղափոխում օտար երկիր։ Հնարավոր է նաև փոխվում է ձեր անձնական կյանքը, այս տղան է կարող է վերադառնում տուն, գալիս տուն, կամ կարող է այդ տղային եք հեռացնում ձեր կյանքից և փոխվում է ձեր կյանքը, ուրիշ կյանքով եք արդեն սկսում ապրել։ Ինչ տեսնենք ով է ամենայն դեպս այս տղան, այդ օրը կխոսեք կամ կհանդիպեք հետը։ Կամ շատ ժամանակ եք տրամադրելու այդ տղային կամ ժամ եք պայմանավորվել, պետք է հստակ ժամի այնտեղ լինեք, իր մոտ լինեք, հանդիպեք։ Նաև դա ամենայն դեպս կարևոր մարդ է։ Կարող է պետական աշխատող է, ինչ-որ մեկն է, կամ շատ ժամանակ եք վատնում իրան և ժամանակ չեք վատնում օրինակ ընտանիքի անդամներին, կարող է սիրելին է ձեր, ում հետ որ դեռ հանդիպում եք օրինակ։ Եվ սա ժամանակն է փոխելու ինչ-որ մի բան, սա ժամանակն է կտրուկ որոշում կայացնելու, ժամանակն է ինչ-որ մի բան ձեռնարկելու, կամ այս տղային է վերաբերվում դա, կամ ձեզ է վերաբերվում այդ տղայի հետ կապված։ Եվ սա հենց նշանակում է բաժանում, կտրում, վերջնական այդպես, նաև անսպասելի դա կարող է լինել, կտրուկ դա կարող է լինել, կամ փոփոխություն ձեր կյանքում, կամ այս տղան է մտնում ձեր կյանքը, կտրուկ փոխում է ձեր կյանքը, կամ հակառակը գնալով։ Նաև այդ օրը կարող է ոմանք վիրահատության են, ոմանք սուր գործիքներով պետք է աշխատեն և ուշադիր եղեք, որպեսզի չվնասեք ձեզ, և ոմանց մոտ է ինչ-որ շատ կտրուկ հիմքից, կյանքի փոփոխություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Իդեպ, քանի որ սա ամսի 16-ին եմ անում, ուզում եմ ասել, որ ամսի 16-ի կանխատեսումը ցուլերի համար առհասարակ դե ես շատ նայում եմ էմոցիաները օրինակ լուսնային նշանով, բայց սովորական արևայինով եւս կատարվեց այն ինչ որ կար։ Յուրաքանչյուր բան անգամ մի փոքր նեղվեցի։ Ոչ թե նեղվեցի, հիասթափվեցի ավելի շատ ինչ-որ մեկից և դա մի քիչ նեղվածություն ինձ բերեց։ Տեսնենք ինչ է սպասվում ցուլերին մայիսի 17-ին։ Կարող եք տան մեջ լինել, տան հետ կապված ինչ-որ գործեր անել, փոփոխություն տան մեջ, կամ հենց ներսում, կամ տան փոփոխություն դա կարող է լինել, վերանորոգումն եք ավարտել, կամ ուղղակի հենց իրոք պետք է փոխեք ձեր տունը, տարածքը, հողատարածքը, նաև եթե խանութ ունեք, եթե ինչ-որ մի բան, դա կարող է կամ օֆիս է եւ այլն, դա կարող է տարածքը փոխեք։ Նաև վերանորոգում կարող եք սկսել, դա եւս ինչ-որ փոփոխություն է մտնում ձեր կյանք։ Ոմանք ընտանիք են կազմում, ոմանք իրար հետ են սկսում ապրել եւ այլն, այլ եւս էլի փոխվում է ձեր կյանքը։
Բայց այնտեղ կորուստ ունեք կամ մանր մուներ խնդիրներ դա կարող է լինել։ Տեսնենք ինչ խնդիրներ են։ Ուղղության հետ կապված կլինի, կարող է սխալ ուղի որոշեք գնալ եւ ինչ-որ մի բան կորցնեք այդ ճանապարհին։ Դա համար երկար մտածեք ինչ-որ մի բան անելու համար։ Այստեղ թեկուս տեղափոխությունը կարող է լինել, կարող է երկիրն եք ուզում տեղափոխեք, սա եւս ասում եմ մի փոքր մի հատ ունեք տուն վաճառեք, օրինակ տեղափոխվեք եւ սա ասում է, գիտեք, ինչ-որ այդ ուղղության մեջ ինչ-որ մի բան է կորցնել, ուշադիր եղեք։ Յուրաքանչյուր բան ինչ որ կորոշեք անգամ այդ օրը, ուղղակի կորոշեք, չեք էլ անի, որտեվ արդեն պիտի որոշած լինեիք, որ այդ օր անեիք։ Այդ ուղղությունը ձեզ համար սխալ է լինելու։ Այդտեղ կորուստներ եք ունենալու, դրա համար մի փոքր երկար մտածեք, այդ օրը եթե ինչ որ մի բան հստակ կորոշեք։ Ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն, կյանքում ինչ որ գլոբալ մեծ փոփոխություն եւ կարող գնալ օտար երկիր, կարող տանից տուն տեղափոխվել։ Ինչպես ընտանիքում փոփոխություն, ընտանիքի ինչ-որ մեկը վերադառնա տուն։ Մայիս ամիսն է բոլորը վերադառնում են, որովհետեւ առագիլները վերադառնում են ավելի շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 17-ին։ Շատ աշխատանք։ Հնարավոր է կարիերայի բարձրացում, կարիերայի փոփոխություն, շատ աշխատանք, ոչ է կարող նաև անհանգստանալ մի փոքր, կարող է լարված աշխատանք է, կարող շատ կարևոր աշխատանք է, կամ դիրքը դա եւս ձեզ կարող է անհանգստացնում է, որովհետեւ նոր է ձեզ համար, եւ Սա նաև ոչ կառույց է, կարող գնում եք ռեստորան առիթ ունեք, կարող եք ինչ-որ փակ տարածքի կարող գնալ ֆիլմ նայելու, կարող եք գնալ ինչ-որ թատրոն, որտեղ էլի փակ է, էլ պետք է ինչ-որ բաներ գնեք տոմս, հա, որպեսզի թույլ տան ձեզ ներս մտնեք։ Հիվանդանոց սա կարող է լինել, ոստիկանություն եւ այլն, որտեղ որ պետական հիմնարկություն է, ինքը որտեղ որ շաբաթ օրը բաց կլինի իհարկե։ Նաեւ դե ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, գնան հարցազրույցի, բիզնեսում եւ աշխատանքում ոչ փոփոխություն կարող է տեղի ունենալ, դա կարող է շատ մեծ գլոբալ լինի եւ դա ձեզ դրա համար անհանգստացնի։ Այդ օրը ինչ-որ բան ուղղություն եք ուզում, միգուցե աշխատանքի հետ է կապված, միգուցե բիզնեսի հետ է կապված, ինչ-որ մի բան է, հիվանդանոցի հետ է կապված, անհանգստանում եք դրա համար, լարվում եք։ Կարող է հիվանդանոցում ինչ-որ մարդ կա, կարող է այստեղ ծննդաբերում են, հղիության պատասխանն եք ուզում, ստանաք, օրինակ գնում եք հիվանդանոց, ինչ-որ բժշկական կենտրոն, նաեւ Այնց փոփոխությունն ավելի շատ տեղի ունենում ձեր կյանքում, դրա համար անհանգիստ եք, դրա համար հա լարվում եք։ Ինչ-որ ուղղություն եք ընտրելու, այդ ուղղությունը ձեր կյանք փոփոխություն է բերելու, կամ դուք չեք ընտրել ուղղակի այդ ուղղությամբ ձեզ օրինակ տանում են եւ դուք անհանգիստ եք։ Նույնն էլ այստեղ կարող է լինել հիվանդանոցում, ոչ է մարդ, որտեղ որ էլի ինչ-որ մի բան պետք է անեն իր հետ եւ դա եւս ձեզ անհանգստացնում է, որտեղ փոփոխություն է տեղի ունենալու։ Ինչ-որ մի բան է վերջում, ամենայն դեպս ինքը արևը կա, պետք է հասկանալ, որ ինչ էլ որ լինի, այդ անհանգստությունը ձեզ մոտից կանցնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 17-ին։ Ոմանք կամ տուն են մաքրելու, ոմանք կարող են անգամ վիճել, եթե վիճեք այստեղ կամ դուք եք ստեղծելու սա այդ լաբիրինթը, հա կարող է խնդիր եք ստեղծում, վիճելով պատ եք ստեղծում ձեզ համար, կախված է թե ում եք վիճում։ Որ ասում եմ վիճեցիք, հետո ամբողջությամբ կարող է ձեր գործերը հեչ անի, ամբողջությամբ կարող է չանել, հետո արդեն խնդիրներ ստեղծվի երկրորդ անգամ այդ նույն տեղը գնալու համար, դրա համար մտածեք որտեղ եք լինելու, ինչ եք անելու դրա համար եւ հետո նոր վիճեք։
Իսկ ոմանք այստեղ ուղղակի տուն են մաքրելու։ Տուն եք մաքրելու, կուտան գործեր եք անելու, աշխատասենյակն եք մաքրելու եւ այլն, որտեղ որ կարելի է մաքրել։ Մարդ կարող է լինել գարաժը մաքրի։ Եվ, բայց կա, ինչ որ բախում կա, որ այդ օրը ինչ որ մի բան առաջ չի գնում, ինչ որ մի բան կանգնած է, խոչընդոտ կա։ Եթե տեսնում եք, որ չի ստացվում, միևնույնն է, այլ մի շարունակեք։ Կարող ինչ որ մեկին եք գրում, կարող ինչ որ փաստաթղթի հետ է կապված, կարող է համակարգչի հետ է կապված, ինչ որ մի բան է գրում եք, չի գնում, ուրեմն պետք չէր, որ դա գնար այդ մարդուն։ Ես օրինակ այդպես եմ մտածում, միշտ։ Երկրորդ անգամ չեմ անում դա։ Ուրեմն այդպես էր պետք, եթե ինքը չհասավ տեղ։ Դա կարող է լինել փաստաթղթերի հետ, որը որ ձեզ այդ օրը կանգնացնում է, որովհետև կարող է հենց ինքը Կիրակի է, շաբաթ է եւ չեք կարողանում ինքնին ինչ որ փաստաթղթեր վերցնեք, որովհետև չեն աշխատում։ Դա եւս բախում է, դա եւս կանգնեցնում է ձեզ, որ դուք չեք կարողանում անել։ Եվ այդ օրը կամ ոմանց այդ ժամանակ կպայմանավորվեք, ոմանց այդ ժամանակ կանցկացնեք, ոմանք շատ ժամանակ կարող են վատնել ինչ որ պատը քանդելու համար, որպեսզի կարողանան իրենց գործերն անեն։ Նաև ժամանակն է ինչ-որ մի բան անելու, ժամանակն է իրոք գործելու, կարող անընդհատ բախվում եք պատին, բայց ոչ մի անգամ ոչինչ չեք անում։ Կարող է սա ինչ-որ մշտապես, ինչ-որ մի բան է, մշտական պրոցեդուրա է եւ ասում են մի հատ լավ մտածի ժամանակն է արդեն ամեն ինչ վերցնես քո ձեռքը եւ կարողանաս այն կառավարելու վերջ։ Եվ կարող է ժամանակ անցկացնեք, ժամանակ հատկացնեք ինչ-որ մեկին, ինչ-որ մի բանը բաց մնա, կարող է ինչ-որ մի բանի վրա շատ ժամանակ վատնեք, ինչ-որ մի բանն էլ ձեր կյանքում մնա, օրինակ գործերն են, որոնք որ անդադ խնդիր է եւ ընտանիքը մնա, ովքեր ունեն ընտանիք։ Կամ ինչ-որ մի բան է ժամանակի մեջ չեք տեղավորվում, բայց գնում եք, բախվում եք, չի թողնում դա անեք, այդ փաստաթուղթ չկա, թուղթ չեք կարողանում հանեք, սա չեք կարողում անեք, ինչ-որ մի բան է, որը որ պետք է ժամանակին անեք, բայց չեք կարողանում, որովհետև ինչ-որ ձեզ այնց կողված չի շատ բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առուսներին։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 17-ին։ Սա դատարկություն է, սա փոփոխություն է, սա նաև ինչ-որ մի բան է ձեզ այնց գնում նոր բան սկսելու համար։ Ինչ կարող է շատ կարևոր բան է, նոր կյանք է, այն հին կյանքը անցնում է, սկսում եք նոր կյանք։ Սկսում եք ձեր բիզնեսով զբաղվել, ինչ-որ մի բանը, որը որ անում եք, դա թողնում եք, սկսում եք զբաղվել մեկ այլ բանով, որը որ մտածում եք անել, բայց չեք անում, ինչ-որ մի ձևով գնալու է մի բան, տեղ ազատի մյուսի համար, կողը դուք ինքնդ եք, ուղղակի տանից ինչ-որ բաներ եք հանում դուրս, որպեսզի մյուսին տեղ ազատեք։ Եվ նոր կյանք եք սկսում, նորովի, երեխայի համար եք տեղ բացում, այստեղ կողը իրերն եք հանում այդ սենյակից, որպեսզի դատարկվի եւ երեխայի իրերն եք բերում, լցնում այդտեղ, որովհետեւ երեխան պետք է ծնվի։ Եվ այլն, հա ինչ որ շատ բաներ կարող է լինել, որ դες այնց կգնա նորի համար։ Եվ պետք է բաց թողնեք ընդհանրապես ինչ գնում է, երբ որ այս քարտան գնում է, պետք է անպայման ձեր կյանքում դատարկ լինի մի բանը, որպեսզի նոր բան սկսեք։ Իսկ եթե այն դատարկ չաղավ, այդ դա քարշեք տալու ձեզ հետ եւ նորին ավելի կարող է լավ բանի տեղ չկա։ Հա դատարկություն է։ Դատարկ գիտեք ինչ է։ Ոմանց մոտ այստեղ հղիություն է, կարող է իրոք դատարկ է, լցվում է, հղիություն է, ոմանց մոտ ծննդաբերություն է, դատարկվում է։ Խոսքով բաժակ է, լցուն դատարակում է, ոմանք նոր բիզնես կարող են սկսել երեխաների հետ կապված, որ է նորություն, տեղեկություն, կարող եք իմանալ, թորները գան ձեր տուն, դուք գնաք, երեխաներին վերցնեք, գնաք ինչ-որ մի տեղ, օրինակ ես լուսնայինով առյուծ անպայման երեխայի հետ գնալու եմ ֆիլմ նայելու շաբաթ օրը։
Անպայման։ Արդեն որոշված է, ֆիլմն էլ է որոշված, այնպես որ ես ասում եմ մի անգամ որ լինել է։ Ցուլիին ուշադրություն չդարձեցի, չգիտեմ։ Նաև ինչ որ մեկ այդ կարող եք սկսել նամակագրական կապ, փաստաթղթերի հետ կարող եք զբաղվել, աշխատել, գրել, գրանցել ինչ որ մի բան, նոր ինչ որ ցուցակ կազմել կամ առևտրի կամ ոչ թե միտեղ գնալու համար։ Եվ երեխաները նաև մանկամտություն է սա, կամ նոր հարաբերությունների սկիզբը ոմանց համար։ Այն դատարկությունը լրացվում են նոր հարաբերությունների սկզբով, այսպես նոր սկսում եք շփվել։ Միգուցե ընտանիք եք, հա, ամեն ինչ դատարկվել էր մեկը մյուսի հանդեպ սառել էին կամ ինչ որ տենց եք ձեզ զգում, հիմա արդեն կարող ինչ որ մի բան նորով է սկսվում։ Յուրաքանչյուր բան սա կարող է լինել ուղղակի մարդիկ պետք է վերցնեն իրանց, հա, ամեն ինչը պետքա վերցնեք ձեր կյանքի օրինակով, ինչա դա ձեզ տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 17-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ, դե նայեք, որ չվիճակ, կարող է ձեր աղջիկն է գայս է ձեր տուն, բորկա եք անում, իր երեքանում դուրս նետում, տեղ եք ազատում, տեսնենք ով է ամենայն դեպս այս աղջիկը։ Նա հյուր կգա, կամ դուք կգնաք իր տուն հյուր, ցույց չի տալիս կոնկրետ ով է։ Կարող է առայքի չի օրինակ, ինչ որ բան եք պատվիրել, բերում է ձեր տուն, պոչտա է բերում եւ այլն։ Նաև ոչ նորություն կարող եք լսել այս աղջկա մասին, իր այդ գնաք առևտուր անելու, այդպես ոգևորված ինչ որ շոպինգ մոպինգի գնաք։ Նաև տղաների համար սա կարող է լինել նոր հարաբերությունների սկիզբ, որոշակ ծանոթանալ այս աղջկա հետ, ինչ որ նոր ծանոթություն է։ Ուղղակի ուշադիր եղեք, որ չվիճակ։ Ամենայն դեպս ով էլ ուզում է լինի, ինքը կոնկրետ ցույց չտվեց ընտանիքի անդամը ձեր սիրելին է ով է, ուշադիր եղեք, որ չվիճակ։ Նաև ուղղակի տուն եք մաքրում այդ օրը 2-ից 1-ը եւ ինչ-որ մի բան պետք է գնա ձեր կյանքից նորը գալու համար, եթե այստեղ վիճակ, ապա այս մարդուն կհեռացնեք ձեր կյանքից։ Այնպես որ ուշադիր եղեք, թե ուզում եք հեռանա, թե չէ, որովհետեւ կարող է երկար ժամանակ, շատ երկար ժամանակ դատարկություն զգաք, մարդը չլինի ձեր կողքը։ Չկարողանաք հաշտվել նաև։ Այնպես որ ուշադիր եղեք, որոշեք ճիշտ եք անում, թե ոչ, հետո նոր ինչ-որ մեկ է վիճեք, հատկապես ձեր սիրելի։ Որտեվ մի բան գնալ է, այսպես թե այնպես ձեզանից։ Այդ օրը դա այս քարտերը կարող է մի քանի օր այս այն կողմ անեն, բայց ամենայն դեպս, հա, գնալու է եւ նորին տեղ բացելու համար։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 17-ին։ Ինչ-որ մի բան կամ մանրակրկիտ կուսումնասիրեք, կամ մանր-մունր գործեր կլինի, կամ մանրուքներ կանեք, կարող է հարսանիքի եք հրավիրված եւ մանրուքներ եք անում այնտեղի, դե չգիտեմ, ինչ սեղան եք գցում, սեղան եք հավաքում, ինչ որ խորովածն եք բերում։ Նաեւ խորանակ մանրուքների մեջ, եթե հարսանիքի եք, ապա թեկուզ նույնն էլ ասեմ, գործարք կարող է գործարք եք կնքում։ Գործարքի համար իհարկե հիանալի է, որպեսզի մարդը խորանա եւ զբաղվի այդ հարցերով, որպեսզի չսխալվի բնականաբար, բայց հարսանիքում է կա, հա, մանրուքների վրա, վայ լանձեռոջկը ոնց է դասավորված, վայ սա ինչ է հագել, վայ սա ինչ որ մանր բաներ կլինեն, որ ձեր ուշադրությունը կարող են գրավել, վայ պատարագի վրա ոնց որ իմ անվան տառն է գրած, ինչ որ բաներ, որոնք որ ձեզ կարող են գրավել այդ օրը։ Իսկ հստակ գործարք ընկելու համար հստակ այդ օրը նայեք, որովհետև եթե հատկապես կապված է ֆինանսների հետ, այդ գործարքը անպայման ուսումնասիրեք։ Սա կարող է լինել
ընտանիքով օգնում են ձեզ, մանր-մունր աշխատանք եք անում, որից որ գումար եք վաստակում։ Մանր-մունր ծախսեր կարող եք անել թեկուզ հենց հարսանիքի համար կամ հարսանիք գնալու համար։ Մատանի է, այնտեղ չգիտեմ ինչ ձեզ համար կրելու, որպեսզի այդպես այնտեղ ձեզ ավելի լավ զգաք։ Այսքանը։ Հնարավոր է գործարքից գումար է գալու։ Ինչ որ կարող է բեհ են տալիս, կարող է ինչ որ մի բան է։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դե իհարկե ոմանք հարսանիքի կգնան, ոմանք էլ ամուսնության առաջարկ կստանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 17-ին։ Կրկին մանրուքներ, կշարքների նման, մանրուքների հետ կզբաղվեք կամ գործ կանեք, ուլունքների հետ դուք էլ կարող եք գործ անեք, որտեղ այդտեղ ուրիշ հարց է արդեն։ Հնարավոր է, եթե տղամարդ է մանրուքների հետևից ընկնի, այդ աղջիկա հետ խոսի եւ այլն։ Ընկերուհիների հետ կարող եք հավաքվել, իրենց հետ կարող եք թեմաներից այդպես մանր-մունր խոսել, նաեւ հնարավոր է խնդիրներ կան, այդպես փոքր-մոքր գործեր եք անում։ Եվ եթե ինչ որ հստակ մի կարևոր մի բան է, ապա այո, մանրուքները ուշադրություն դարձնելը դա շատ կարևոր է։ Այդ օրը ճիշտ է, այստեղ ցույց է տալիս արդեն, որ կարող է աղջիկը ձեր ընկերուհին է, բայց կարող է ուրիշ մեկն է, այս մյուսն է ընկեր կամ ընկերուհի։ Կարող է առիթն է։ Այդ աղջիկը կամ հանրային անձնավորություն է, որ այդ օրը կարող եք տեսնել եւ ուզենալ նկարվել հետը։ Նաև կարող է լինել իր առիթը, ծնունդը, կնունքը, իր հետ կարող է գնալ որոշ հասարակական վայր, այգի եւ այլն, ինչ որ միտեղ նստեք, որտեղ շատ մարդիկ կան, ֆիլմ նայելու եւ այլն, յուրաքանչյուր բան, որտեղ շատ են մարդիկ։ Եվ սա նաև, եթե դուք եք աղջիկ, դուք ինքնդ կարող եք կամ ելույթ ունենալ որոշ միտեղ, որտեղ որ շատ մարդ կա, կամ սա նաև հանրայնություն է, կարող է նաև հանրային եք դառնում, կախված է ձեր գործունեությունից։ Դե հիմա չեք տեսնում, ինչքան են YouTube-ով խոսում։ Ամեն մեկը եւ իրոք հանրային են դառնում, որովհետեւ պահ են գտնում, որ օրինակ խոսեն թեկուզ այդ ուսուցչուհուց եւ դառնում են հանրային, նայում 100 քանի հազար հոգի մարդ է նայել, որովհետեւ հանրային են դառնում։ Միանգամից հայտնի են դառնում, հետո կարող ես իրեն տեսնել ճանաչել։ Եվ իհարկե այդ օրը կարող եք հանդիպել ընկերոջը կամ ընկերուհուն ձեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 17-ին։ Տան հետ կապված ինչ որ հարցեր, կամ կլուծեք այդ հարցերը, կամ տանից դուրս եք գալու, կամ ինչ որ մեկին եք ընդունում տուն հեռվից, կամ սիրելին է գալիս տուն, սիրելին է գնում տանից, գնում եք գործոման, գնում է աշխատելու, մեկ այլ երկիր, իրեն եք ճանապարհում։ Նաև վերանորոգում կարող է սա լինել, տան մեջ որոշեք, որ ցե գործ սկսել եւ մեկնարկը հենց այդ ժամանակ տակ, քանի շաբաթ է անեք, ես էլ եմ սիրում շաբաթ կիրակի անել ինչ որ մի բան, որտեղ մնացած օրը ոնց որ շատ կարճ լինի, առավոտյան ինչ որ բաներով է զբաղվում, երեկոյան է մնում, օրը կարճ է վերջ, իսկ շաբաթ կիրակի ոչինչով չեմ զբաղվում։ Դե համար ոնց որ ինքը երկար է թվում օրը եւ գործերը, թե տան գործերը, թե ընդհանուր ինչ գործ որ ուզում եք սկսեք, ոնց որ ավելի հեշտ է, որտեղ երկար է։ Եվ իհարկե դե ոմանք կարող են տեղափոխություններ անել տան մեջ, կամ իրեն դուք ինքներդ տեղափոխվեք մեկ այլ տուն, մեկ այլ երկիր,
Եվ իհարկե այդ օրը ոմանք սիրո խոստովանություն կստանա, ոմանք սիրո խոստովանություն կանենք, սիրահարվեք, ձեզ լավ կզգաք, սիրված կզգաք, հատկապես կողգնում եք ինչ-որ միտեղ, ինչ-որ մեկի տուն հյուր հեռու եք գնում եւ իրեն տեսնելու համար ուրախ եք, կամ ինչ-որ մեկն է գալիս եւ իրեն տեսնելու համար եւս ուրախ եք, հարազատ մարդկանց եք տեսնում, գուցե ձեր սիրելին է վերադառնում եւ հենց դրա համար շատ ուրախ եք։ Տունն եք ոնց որ պատրաստում իր վերադառնալու համար։ Այսքանը ձեզ համար։ Հիանալի օր է, բաներ չունեք մտածելու։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ ճղճուրներին։ Ինչ է սպասվում այդ ճղճուրներին մայիսի 17-ին։ Ուրեմն այդ օրը ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, ոմանք կզբաղվեն իրենց առողջությամբ, ոմանք կգնան իրենց ծնողների տուն, կհանդիպեք ձեր ծնողներին, ծնողները կգան ձեր տուն, ինչ-որ հարցեր են, որոնք որ կապված են նաև ընտանիքի անդամների հետ, ընտանիքը մեծանալու հետ, կողիմանում եք ձեր քույրը եղբայրը ուզում են ամուսնանալ, ուզում են նշանվել, կամ ինչ-որ հղի են նաև, կամ ինչ-որ մեկին են տեսել, սիրահարվել, այդպես, հա, ինչ-որ մի բան է, որը զգում եք, որ ընտանիքը կմեծանա, տոհմը կմեծանա։ Եվ այդ օրը ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել, ոմանց մոտ սա ընտանիքի հետ կարող է կապված լինի, ընտանիքի անդամների հետ կարող է կապված լինել։ Այդ գաղտնիքը կբացահայտվի, բայց ըստ ինչ-որ երկերեսանի մարդիկ կան, միգուցե ձեր հանդեպ են երկերեսանի եղել, կապ չունի, այդտեղ ընտանիքը դնենք մի կողմ, բայց չի բացառվում նաև ընտանիքը։ Ես ոչինչ չեմ բացառում այս կյանքում, հատկապես ես հիմա, եթե մի քանի տարիներ առաջ լիներ, հնարավոր էր այո։ Եվ երկերեսանի մարդիկ կան, այստեղ կամ այդ գաղտնիքը բացահայտվելուց ուրախանում են, կամ ինչ-որ մի բան է։ Ոմանց համար սա նաև ուսում է, որ կարող է ուսման հետ կարող է կապված է, գնում եք քննության, գնում եք կամ քննությունը շատ լավ եք հանձնել, եթե իհարկե չնայած քննությունները դժվար, այդ կարող ընդունելության հետ է կապված ինչ-որ մի բան, կամ նստում եք, սովորում եք, որպեսզի քննություն հանձնեք եւ այստեղ միանգամից էս երկերեսանի մարդիկ կամ ուզում են շեղել, կամ վայ իբր թե սովորում ես, կամ ինչ-որ նման ոչ է, ինչ-որ բաներ կարող են լինել։ Եվ ձեզ կարող են ինչ-որ բան առաջարկել, որը որ մութ է, որը որ նորմալ չգիտեք ինչ է լինելու հետո։ Որովհետև այստեղ մի գիրքը փակ է, մնացածը մի գիրքը բաց է, մնացածը փակ է։ Մյուսի մեջ ոնց որ հենց մի գիրք է, մեկն էլ բաց է։ Իսկ սա դուք չգիտեք հետո ինչ է լինելու, որովհետև փակ են մնացածը։ Եվ եթե հատկապես սրա հետ է կապված, ապա ավելի գունավոր, պետք է ուղղակի ուշադիր լինել։ Եվ ոչ մի անգամից մերժեք, ոչ մի անգամից ընդունեք, լավ երկար մտածեք, կամ այստեղ ինչ-որ մի բան է լինելու, որ զգաք, որ թեկուզ ընտանիքի անդամները ձեր հանդեպ ինչ-որ մի ձևով, հատկապես եթե մի քանի երեխա են, այդ դեպքում է շատ լինում նման պրոցեսներ։ Դե չեմ ասում բոլորի մոտ է դա, բայց կարող է ինչ-որ մեկի մոտ դա այդպես է։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 17-ին։ Նոր հարաբերություններ, իհարկե հաջողակ սեր, եթե նոր է մտնում ձեր կյանք, ապա նաև հաջողություն կբերի իր մտնելով։ Եվ իհարկե ոմանք սիրո խոստովանություն կանեն, ոմանք իրենք կանեն սիրո խոստովանություն։ Ձեզ կարող եք շատ լավ զգալ, որովհետև ինչ-որ միտեղ հաջողության եք հասել, ինչ-որ մի բանը լավ է ստացվում, դռներ են բաց այդ օրը ձեզ համար եւ կարողանում եք ինչ-որ բաներ առաջ մղել, դա ձեզ այդպես կարող է ուժ տալ, եւս սիրտ է դա, որովհետեւ մարդը իրեն շատ շոյված է զգում։ Եվ այդ օրը յուրաքանչյուր պարագայում հաջողություն ունեք։
Եվ շատ շփում տարբեր մարդկանց հետ, կամ թե ուզում եք հոգու հետ, բայց շատ կշփվեք, դա նաև շատ երեք բամբասանք չլինի եւ իհարկե լեզվակռիվ։ Սա նաև անհանգստություն է ինչ-որ մի ձևով։ Անհանգստություն է կարող նոր հարաբերություններ եք սկսում, նրա ամուսնուն կամ կնոջն եք հետ ընդունում եւ եւս էլի անհանգիստ եք, որովհետեւ դե մեկ անգամ ոնց որ ասում են նույն ջրի մեջ եք ընկել, երկրորդ անգամ արդեն բնականաբար անհանգիստ եք։ Կախված մարդկանց թե ում հետ ինչ կարող է լինել։ Համենայն դեպս շատ լավ մեծ հաջողություն ունեք, թե հիմա որ դուրն է բաց ձեր համար որ ոլորտը եւ դուք արդյոք կմտնեք, արդեն դա միայն դուք գիտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 17-ին։ Մի քիչ դժվարություններ, ինչ որ ծանր պահեր են սա։ Փորձություններ են, որոնց միջով որ պետք է անցնեք այդ օրը կարող է դժվար պահեր են։ Ձեր վրա է ինչ որ ծանրություն, ձեր վրա է օրինակ ինչ որ մեկին ինչ որ գաղտնիք բացահայտելը, դա կարող է լինել ձեզ համար ծանրություն, որ դուք հստակ պետք է ասեք այդ մասին ինչ որ մեկին։ Նաև փորձություն կարող է լինել, ինչ որ մի բան իմանաք եւ դա ձեզ համար կլինի փորձություն, թե դուք ինչպես կընդունեք այն, ինչպես դա ձեզ վրա կազդի առհասարակ։ Նա ոմանք ծանր է, որովհետեւ դժվար է, կարող է դժվար դաս եք սովորում, դժվար պարապում եք օրինակ քննության համար եւ դա բեռ է, որ ուզեք չուզեք պետք է պարապեք, որտեղ պետք է քննություն հանձնեք, կամ ուզում եք ավելի բարձր տեղ ընդունվել։ Նաեւ այդ օրը բամբասանքներ կարող են լինել, շատ շփում կամ տարբեր մարդկանց հետ կամ ինչ որ մեկի հետ եւ ուղղակի ուշադիր եղեք լեզվակռիվ չլինի, որովհետեւ կարող է հարցեր փորձեք բարձել այստեղ ինչ որ մարդկանց հետ եւ սկսեք խոսել, իսկ խոսքը խոսք, այդպես կարող է վեճի բերել։ Եվ իրոք այստեղ արդեն ծանրություն դա կարող է լինել ձեզ վրա։ Ծանր խնդիր է, հա, սա ոնց որ բեռ է։ Ոմանց համար դա կարող է գնում եք կնունք այդ օրը։ Կարող է կնունք է եւ եթե չգիտեմ, հետ գնաք, իրոք կտեսնեք, որ հարսանիք, չգիտեմ, 1-2 մոտ են էլ երևի թե հարսանիք էլ չէ, որտեղ մայիսն ենք։ Անգամ չի էլ ընկնում շաբաթ օրը։ Բայց սա կարող է լինել իրոք կնունք կամ ձեր կնունքը կամ ձեր երեխաների կամ բեռը այդ օրը ձեր ուսերին։ Ամեն դեպքում, հա, սա ծանր քարտ է, երբ որ մարդու մոտ ընկնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։